Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես կանչում եմ Յեշուա Համաշիախի, Տիրոջ օծյալ Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա, մեր ընտանիքների բոլոր անդամների ու մեր գերդաստանների վրա, իմ հայ ազգի վրա, աշխարհի վրա։ Ու ես կանչում եմ Տիրոջ պաշտպանությունը մեզ վրա։ Ադոնայ Աստված, Տեր ամենակալ, վեր կաց Տեր, ու մեզ հետ եղիր քո ներկայությամբ, և թող քո ներկայության մեջ ցիրուցան լինեն մեր բոլոր հոգևոր թշնամիները, թող փախուստի մատնվեն մեզ հետապնդողները, մեզ բոլոր ատողները հոգևոր և երկրի վրա նրանց գործակալները։ Մեր Տեր, մեր Աստված, դու ես մեր վեմը ու ապավենը։ Դարեր առաջ իմ ազգը քեզ ա ընտրել, Տեր, մեզ թագավոր ու մեզ Տեր։ Դու ես մեր հավատքի ու բարեհաճության վահանը։ Քեզ ենք մենք սիրում, քեզ ենք մենք մեծարում, քո առաջ ենք մենք խոնարհվում։ Պաշտպանիր ու շրջապատիր մեզ ետևից, առջևից, աջից ու ձախից, վերևից ու ներքևից, քո թևերի տակ առ մեզ, ամեն մեկիս։ Բարձրացրու մեր շուրջը, Տեր, Սուրբ Հոգու կրակե պարիսպները և պաշտպանի մեզ ամեն անաստվածային, դիվային բաներից, ոգիներից, նրանց ներկայացուցիչներից, որ կցանկանան ներս սողոսկել մեր կյանք։ Հեռու պահի մեզանից ամեն մեկին, Տեր, ում նպատակն է մեզ շեղել քո ճանապարհից, ում նպատակն է, որ մենք քեզ չմոտենանք, քեզ չճանաչենք, որ դարձի չգանք, որ չապաշխարենք, ում նպատակն է, որ մենք մեղքի մեջ ներքաշվենք և սիրենք մեղքի կյանքը, ում նպատակը մեր կործանումն է և ոչ թե փրկությունը։ Հիսուսի անունով եմ աղոթում և կանչում քո պաշտպանությունը, քո ուղղորդությունը մեզ վրա։ Տեր, սովորեցրու մեզ քո ճանապարհները։ Հիսուսի անունով։ Ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Թոմաս Ջոնսոնի «Կռապաշտություն. դարերի մեղքը» գրքի մեկնաբանության և ընթերցանության շարունակությանը։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես են կառուցված մարդիկ կամ ինչից են մարդիկ բաղկացած։ Երբ Հիսուսը ստեղծեց մարդուն, նա առաջին մարդուն Ադամին ստեղծեց հողի փոշուց։ Հիսուսը մարդու ռունգերի մեջ հետո փչեց կյանքի շունչը, որ հենց իր Աստծո շունչն էր, և այդպես մարդը դարձավ կենդանի հոգի։ Ծննդոց գրքի 2-րդ գլխի 7-րդ խոսքում ասվում է. Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ Ուրեմն, երբ Տիրոջ շունչը խառնվեց հողի փոշու հետ, կենդանի շունչ ծնվեց։ Կենդանությունը եկավ Աստծուց։ Ամբողջական մարդ արարածը ուրեմն բաղկացած է 3 եզակի մասերից՝ հոգի, շունչ և մարմին։ Այստեղ էլ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, նա էլ երրորդություն է՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Մենք էլ ստեղծվել ենք երրորդություն՝ հոգի, շունչ և մարմին։ Շունչ ասելով ի նկատի չունեմ շնչառությունը։ Ուրեմն մարդը բաղկացած է 3 յուրահատուկ և եզակի բաղադրիչներից՝ հոգի, շունչ և մարմին, և նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ նպատակի համար է։ Պողոս առաքյալը այսպես է սա նկարագրում առաջին Թեսաղոնիկեցիներ նամակի 5-րդ գլխի 23 խոսքում. «Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը»։
Պողոս առաքյալը հասկացել էր, որ մարդիկ կազմված են այս 3 յուրահատուկ բաղադրիչներից։ Հիմա քննենք ամեն մեկը առանձին։ Հոգի։ Այս բաղադրիչներից առաջինը, որից մենք կազմված ենք, մարդու հոգին է։ Հոգին այն միջոցն է, որով մարդիկ կապվում են Աստծո հետ։ Հոգին ֆիզիկական բան չէ։ Սա նշանակում է, որ մարդու հոգուն հնարավոր չէ դիպչել, ձեռք տալ կամ տեսնել։ Մարդու հոգին նախագծված էր, որ համեմատելի լինի Աստծո հոգու հետ։ Մարդու հոգին նախատեսված էր Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Մարդու հոգին այն միջոցն է, որով մարդիկ գիտակցում են, ընկալում են Աստծուն։ Հոգին այն միջոցն է, որով Ադամը և հիմա էլ բոլոր վերստին ծնունդ առած մարդիկ ունեն հոգևոր կյանք։ Թայերի հունարեն բառարանում ասվում է, որ մարդու հոգին աստվածային և հավիտենական բաները ընկալելու և ըմբռնելու զորությունն է, և մարդու հոգու վրա է Աստծո հոգին իր ազդեցությունը գործադրում։ Պողոս առաքյալը մարդու հոգին անվանում է մեր ներքին մարդը։ Սա մեկ այլ անուն է մեր հոգու համար՝ ներքին մարդը։ Աստծո հոգին հաղորդակցվում է մեզ հետ մեր հոգու միջոցով։ Հռոմեացիներ նամակի 8-րդ գլխի 16-րդ խոսքում ասվում է. նույն ինքը հոգին, այսինքն Աստծո հոգին, վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներն ենք։ Ուշադիր լինենք, Աստծո հոգին վկայում է ոչ թե մեր մտքին, ոչ թե մեր մտքին, որ մեր շնչի մասն է կազմում, ոչ թե մեր մարմնին է վկայում, այլ մեր հոգուն։ Մենք կարող ենք բացահայտել առնվազն 3 գործառույթ, 3 ֆունկցիա, որ մեր հոգին կատարում է։ Առաջինը, մեր հոգու առաջին գործառույթը, ֆունկցիան, դա մեր խիղճն է։ Խղճի միջոցով մեզ տրվում է խորաթափանցությունն ու խորագիտությունը։ Մեր հոգու երկրորդ գործառույթը, ֆունկցիան, դա մեր ինտուիցիան է, որը մեր մտքի, հույզերի և կամքի ազդեցությունից անկախ զգալու միջոց է։ Ինտուիցիան առանձին է մեր մտքից, մեր հույզերից և մեր կամքից։ Երրորդը, մեր հոգու երրորդ գործառույթը, երրորդ ֆունկցիան հաղորդությունն է։ Հաղորդությունը Աստծուն երկրպագելու կարողությունն է։ Այսինքն հաղորդվել նշանակում է երկրպագել Աստծուն։ Մարդու հոգին հավերժ գոյություն ունի և մարդու հոգու վրա դրոշմված է Աստծո պատկերը։ Շունչը, երկրորդ մասը, որից մենք բաղկացած ենք, մեր շունչն է, սա շնչառությունը չէ։ Շունչը կարելի է համարել մեր անձի, մեր անհատականության կենտրոնը, մեր եսի, մեր էգոյի, մեր մտքի, մտածողության, բանականության, մեր կամքի, մեր զգացմունքների, մեր ցանկությունների կենտրոնը։ Այս ամենը մեր շունչն է կազմում։ Մարդու շունչը մարդու ինքնագիտակցության նստավայրն է։ Շունչը, ինչպես և մարդու հոգին, ֆիզիկական բան չի։ Հնարավոր չէ շունչը տեսնել կամ ձեռք տալ դրան։ Մեր շնչի մեջ մտնում է նաև մեր երևակայությունը, մեր պատկերացումը, մեր հիշողությունները։ Եվ մենք տեսնում ենք առնվազն 3 գործառույթ, 3 ֆունկցիա, որ մեր շունչը կատարում է։ Նորից խոսքը շնչառության մասին չէ։ Առաջին գործառույթը, ֆունկցիան, որ մարդու շունչը կատարում է, դա կամային գործն է, այսինքն մարդու կամքը, երբ մարդը
իր կամքով ընտրում է իր անելիքը, ազատ կամքը։ Երկրորդ գործառույթը, ֆունկցիան, որ մարդու շունչը կատարում է, դա մեր ինտելեկտն է, որը միտքն է, մտքի և մտավոր ուժի, մտավոր զորության գործիքը, երևակայությունը, պատկերացումը և այլն։ Դրանից բխում է մեր մարդկային իմաստությունը, գիտելիքը և բանականությունը։ Կա մարդկային իմաստություն, կա աստվածային իմաստություն։ Մարդկային իմաստությունը մեր շնչի միջոցով է մեզ տրվում, իսկ աստվածային իմաստության համար մենք դիմում ենք Աստծուն և Աստված է տալիս, և աստվածային իմաստությունն է կարևորը։ Երրորդ գործառույթը, ֆունկցիան, որ մարդու շունչը կատարում է, դա մեր զգացմունքներն են։ Զգացմունքը դա համակրանքների և հակակրանքների այդ ոնց որ համակարգն է, սիրո և ատելության, ուրախության, զայրույթի, տխրության կամ երջանկության գործիքն է։ Զգացմունքը նկարագրվում է նրանով, թե ինչի ենք ձգվում և մեր էմոցիաներով։ Հիմա անցնենք մարմնին։ Մարմինը երրորդ մասը, որից կազմված է մարդը։ Մարմինը մարդկանց ֆիզիկական մասն է, որը մենք կարող ենք տեսնել և շոշափել։ Ուրեմն մենք ունենք երկու ոչ ֆիզիկական մաս, մեր հոգին և շունչը, և մեկ ֆիզիկական մաս, մեր մարմինը։ Հիսուսը մարմինը նախագծեց այս կերպ, որպեսզի մարդիկ կարողանան գործել արարչության ֆիզիկական տարածքում, այս երկրի վրա, որպեսզի այս երկրում ապրենք, մեզ այս մարմինն է անհրաժեշտ։ Այդ նպատակով մեր մարմինը ունի տեսողության, լսողության, հպվելու, համի, հոտի, շարժվելու և ցավի հնարավորություններ։ Մարմինը իր մեջ կրում է նաև մեր ուղեղը։ Մտածենք, թե որքան յուրահատուկ և բարդ կերպով են նախագծված ու ստեղծված մարդ արարածը, մենք, և սա Աստծո ձեռքով, սա Աստծո շնորհն է, սա Աստծո գիտությունն է։ Մարդիկ կարող են հասկանալ ոչ միայն իրենց շրջապատող ֆիզիկական բաները, այլև հասկանալ հոգևոր բաները, որոնք նրանք չեն կարող տեսնել և պատկերացնել այն, ինչ գոյություն չունի։ Աստված է տվել մեզ այդ կարողությունը։ Մարդը կարող է մտածել շատ բարդ գաղափարների շուրջ։ Մարդը զգացմունքներ է զգում և կարող են միմյանց հետ շփվել շատ բարդ, շատ կոմպլեքս ու նուրբ ձևերով։ Մարդիկ կարող են պատկերացնել նոր բաներ, իսկ հետո դրանք նախագծել և սարքել։ Այն նպատակով, որ Աստված նախատեսել էր մարդուն, և այն վայրի համար, որտեղ Աստված նախատեսել էր, որ մարդը պիտի ապրի, Աստված ստեղծել էր մարդուն շատ լավ, ոչ թե կատարյալ, այլ շատ լավ։ Ամեն բան լավ էր այն ամենի համար, ինչի համար և այն տեղի համար, որ Աստված ստեղծել էր մարդուն։ Աստված ստեղծել էր մարդուն ապրելու այս երկիր մոլորակի վրա, ապրելու Եդեմի այգում, ապրելու իր հետ, իրեն փառաբանելու, իրեն երկրպագելու համար և մարդու ծառայությունը արարչությանը խնամելու մեջ էր։ Այսքանը այսօր։ Եկեք այսօր այսքանով ավարտենք։ Ոչինչ, թող կարճ լինի։ Թող կարճ լինի, բայց կարևորը որ լսեք, մանրամասնորեն լսեք։ Վաղվա դասից հետո հաջորդ օրը մենք կամփոփենք այս 3 դասերը և կնայենք հարցերի, կքննենք, որպեսզի ավելի խորությամբ հասկանանք։ Մեզ կարևոր չի բծիճկա դնենք, կարևորը որպեսզի մեր կյանքերը փոխենք Աստծո օգնությամբ, Աստծո գիտությամբ, սա է կարևորը։ Խնդրում եմ լսեք։ Ես չեմ կարող որևէ մեկիդ պարտադրել, որ լսեք, բայց ես գիտեմ, թե որքան կարևոր է սա, որպեսզի լսեք։ Ես միայն կարող եմ աղոթել,
որ Աստված ձեր սրտում դնի, որ գաք լսեք, որ քանդի Աստված բոլոր խոչընդոտները, որ ձեզ հետ են պահում լսելուց։ Եթե դա ձեր ծուլությունն է, եթե դա ձեր գոռոզությունն է, ձեր մեծամտությունն է, ձեր անհասկողությունն է, անհասկացողությունն է, դուք էլ պայքարեք դրա դեմ։ Ձեզ հեռուստացույցից, առօրյա հոգսից կես ժամով կտրեք եւ ձեր ականջները, ձեր սիրտը տվեք Աստծու խոսքերը լսելու, թույլ տվեք, որ Աստված մուտք գործի ձեր կյանք։ Դուք պիտի համաձայնվեք Աստծո հետ, դուք պիտի ցանկանաք, Աստված չի գալու զոռով բերելու։ Ձիուն կարող է ստանել ջրի մոտ, եւ ինչքան էլ ձին ծարավ լինի, դու չես կարող նրան ստիպել, որ ձին այդ ջուրը խմի։ Ձին ինքը պիտի ցանկանա, որ ծնկի գլուխը իջացնի եւ այդ ջրից խմի։ Աստված կենարար ջուր է տալիս մեզ։ Աստվածաշնչի միջոցով նախ եւ առաջ, հետո իր օծյալների գրքերի միջոցով։ Եվ ես էլ իմ ժամանակը նվիրել եմ Աստծուն, որպեսի թարգմանեմ եւ հասցնեմ մեզ։ Մեզանից մնում է միայն լսել եւ օգտվել։ Եվ նույնը ես ինձ համար եմ ասում, որ ոչ միայն թարգմանեմ, այլ ես ինքս լսեմ եւ կիրառեմ։ Օժտում եմ յուրաքանչյուրիս միտքը, սիրտը, հասկացողությունը, մարմինը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Թող Սուրբ Հոգին ներգործի մեր հոգիների վրա, որպեսզի մեր հոգիները արթնանան, որ մեր հոգին մեզ առաջնորդի հոգու բաների մեջ, եւ ոչ թե մեր մարմինն ու շունչը, որ այն ամենի մեջ, ինչ առաջնորդում են դրանք, մահ է բերում, կործանում է բերում։ Թող ընտրենք կյանքը, թող ընտրենք Աստծուն, որովհետև կյանքը Աստված է։ Հիսուսի անունով, ամեն։